Ռուսաստանը մի առավելություն ունի, ինքը օգտագործում է այդ FAB կառավարվող ռմբերը 40-50 կիլոմետր հեռավորության շփման գծից ինքնաթիռները արձակում են դա առանց մտնելու հակաօդային պաշտպանության գոտի եւ խոցում են առաջնագծում ցանկացած օբյեկտ։ Շատ հզոր են եւ այլն մեծ վնասներ են պատճառում։ Դրա համար Ռուսաստանը դա անդախ կարողանում է շարժվել։ Տոմագավկը հնարավորություն է տալիս այդ բոլոր ինքնաթիռները ոչնչացնել իրենց բազաներում։ Զրկել Ռուսաստանին այդ միակ հնարավորությունից։ Դա այնպիսի արգումենտ էր, որը ստիպեց Վլադիմիր Պուտինին գնալ հանդիպման։ Ну երկրորդ այսպես ասած կարևոր գործոնը, որ Ռուսաստանը արդեն սպառեց իր բոլոր պաշարները ռազմական։ Մինչև պատերազմ ինքը ուներ պահեսներում տանկերի, հրետանու, զինամթերքի պաշարներ, այդ պաշարները այս տարվա վերջի դրությամբ կարելի է ասել ամբողջությամբ սպառված են։ Ռուսաստանը կանգնած է անհրաժեշտության առջև նոր սպառազինություններ արտադրել եւ բանակի համար եւ պահեսները լցնելու համար։ Դա իր համար այսօր պատերազմի պայմաններում անլուծելի ֆինանսական եւ մյուս ռեսուրսների տեսակետից խնդիր է, տեխնոլոգիական եւ մյուս, էլի, գտնվելով պատժամիջոցների տակ եւ այդ սահմանափակումներով եւ մյուս։ Այսինքն Պիսին է այսօր վիճակը, որ Ռուսաստանը թելադրող դիրքում չի, ինքը իր ժողովրդին իշխանությունը ներսում պահելու համար ունի ռեսուրս ցույց տալու, այսօր գրավեցինք այն գյուղը, այսօր ազատեցինք այն գյուղը։ Այսինքն դուք Միացյալ Նահանգների հետ բանակցությունների մեջ եք Ռուսաստանը պարտված է։ Եվ ես նորից քանի րոպե է մնացել։ Բանին ասեմ, խնդիրը կայանում է նրանում, ինչպես Ռուսաստանի կապիտուլյացիան ներկայացնել որպես հաղթանակ, որպեսզի ռեժիմը չփլուզվի եւ վակուումի մեջ չլինի ինչ որ անկառավարելի բաներ։ Եվրոպան քայլեր է անում, հիմա Правительство в изгнании ձևավորում է ռուսական դելեգացիան Պասեյում ըստ էության Խադարկովսկին եւ մյուսները այդ դերակատարությունն են ստանձնելու եւ մյուս ընթացիկ բաները այդպես են երբ սпасել հայ-ադրբեջանական գործարքի ավարտին երբ որ ռուս-ամերիկյան փաթեթը ընդհանուր կգա ավարտի մինչ այդ դժվար թե իրենք դա ամփոփեն Ну, չի կարա այդպիսի մտավախություն չլինի, դա անում է Ռուսաստանը աջուձախ, Հայաստանում անում է իշխող ուժի միջոցով հենց Արարատ Միրզոյանը չի օմեգա ստորագրած գործիչը բաների հետ, հատուկ ծառայությունների հետ, այսինքն ինչ իմաստ ունի հարցնել նրան, որը որ հենց դրանով էլ զբաղված է, Deutsche Welle-ին այդ հարցը։ Ես իմ մասով կարող եմ ասել, որ իմ գործով վճիրը կարդալու են ապրիլ-մայիս ամիսներին, այդպես շարադրվեց արդյունքում այս։ Արդեն վճիր պետք է կարդան։ Դե հիմա պլանավորվող դատական նիստերից բխում է, որ ավարտը լինելու է առաջացյանում գործի քննության ապրիլ-մայիս ամիսներին ինձ համար դա այսպես ասած սիգնալ է շատ կոնկրետ այդ գործը այսքան երկար ձգվում էր անհասկանալի էր ուրա գնում ինչ է ռազմավարությունը բայց ռազմավարությունը պարզ է որ դա այսպես արգելք է ընտրություններում մասնակցելու ինձ համար առաջադրվելու որպես տեխնացուի բան որովհետև դա կնշանակի որ պարզապես Այսինքն ընդհանրաչ ռիսկ կա դուք չեք կարող մասնակցել եւ չեք կարող Ես կարող եմ մասնակցել, բայց արդյունքում բանտում կհայտնվեմ, որովհետեւ ոչ մեր դատարաններին, հա, կարելի է վստահել, դուք վստահում եք, ես չեմ վստահում։ Եվ եթե քաղաքական այս երկար process-ում այդ դատական գործը եկավ հասավ 1-2 ամիս քվեարկությունից առաջ պիտի վճիռը կայացվի համառորեն դատախազությունը նայում է ու չի տեսնում որ այդ գործը շինցու է դա կարճել է պետք հենց հիմա բայց պահում են մինչև պահում են ընդ որում նախորդ դատախազը հրաժարվել էր այդ շինցու գործի ապացույցների 2/3-ից նոր դատախազը որպեսզի այս նիստերի քանակը գնահատի նորից պնդում է այն ապացույցները որից որ նախորդ դատախազը
հրաժարվել էր, դա վկայում է նրա մասին, որ պլանավորված է իմ մասով դա վճիռ կարդալու իրավիճակությունը բերել ընտրություններից առաջ եւ այսպես ասած դա ճնշման գործիք է, որ կախված իմ որոշումներից իշխանությունները իրենց որոշումներ, եթե ես որոշեմ առաջադրվեմ, իրենք ռեսուրս ունեն ինձ կալանավորելու դատավճիռ կայացնելու, կալանքի տակ վերցնելու եւ Այսինքն ձեզ զսպելու միջոց գտնել։ Այո, իմ մասով, մեր կուսակցության մասով այսպիսի ռիսկ մենք ունենք եւ դրա համար ես այս ընտրություններում այս պահի դրությամբ մինչեւ այդ քրեական գործը չկարճվի կարող եմ հանդես գալ որպես աջակից, բայց ոչ որպես առաջնորդ, որովհետև այդ լիրիկական տարբերակը, որ առաջնորդը բանտում է Ձևավորվում է արդյոք երրորդ ուժ, որովհետև հավաքներ կար եւ ես տեսել եմ լուսանկարներում, որ ձեզ էլ են հրավիրում, դուք եք ներկա լինում այդ հավաք քննարկումներին եւ այսպես այդ երրորդ ուժը ձևավորվում է Հայաստանում, դուք տեսնում եք եւ եթե անգամ ձևավորվում է, դուք ասացիք, ոչ մի շանս չունի երրորդ ուժը դրա համար եմ ասում արդյոք ոչ մի շանս չունի դուք ասեք դե վերարտադրվում է անընդհատ վերարտադրվում է Եթե Ռուսաստանից է կապելու իր ծրագիրը շանս չունի եթե չի կապելու սկզբի этаպում իրեն ասելու են գնա արա վերջում էլ ասելու են չէ գիտես հանձնելու են եւ հիմա տեսնենք այդ երկուսից բացի այդ ինչպես ասում են նախկին ներկա սև սպիտակ եւ այլն տեսնում եք արդեն ձևավորվում է ինչ որ ուժ Գայնը ես ուրիշ ձև եմ նայում ընտրություններին Համեցեք Նորից post-սովետական իրողության մեջ կա ընտրություններ, որոնք որ պիտի արձանագրեն այս կամ այն քաղաքական վիճակը Եթե կա Մոսկվայում որոշում, որ Փաշինյանը պիտի մնա Հետևաբար ընտրությունները ինչի մասին պիտի լինեն Փաշինյանի մնալու մասին Եվ դրա համար պիտի Մոսկվան է որոշում Մոսկվան չի որոշում Դե դուք եք պատասխանում դուք ասում եք Մոսկվան ես պարզապես ճշտեցի ճշտող հարց Իմ կարծիքով դուք մենք այսքան ժամանակ խոսում ենք նրա մասին որ թե Իլհամ Ալիևին թե Նիկոլ Փաշինյանին փոխելու հարցում Մոսկվան մեծ ռեսուրսներ ունի որովհետև երկրի ներսում շատ ցանկացողներ կան որոնք համակրում են ինչն է այնտեղ պակաս Ինչ որ չէ հասկանալի Այսինքն եթե մինչև հիմա չի դա լինում ուրեմն Մոսկվային դա պետք չի ինքը ուզում է որ այս իշխանությունը մնա Եվ ես այդ միտքը արտահայտեցի, որ ի տարբերություն մինչև 20 թվական իրավիճակի, երբ Կրեմլի համար որոշակի ստատուս կվո ստաբիլ քաղաքական կազմակերպում կար post-սովետական տարածքի, Հայաստան-Ադրբեջանը հիմա մտել են турբուլենտ դաշտ 20 թվականից հետո, եւ Կրեմլին հենց դա է ավելի շատ հարմար, որ Հայաստանի ղեկին լինի խոցելի ճոճվող, Ադրբեջանի ղեկին լինի խոցելի ճոճվող ղեկավար որը որ միշտ ունի երկրի ներսի խնդրում ներսում խնդիր որ ինքը դավաճանա կոռուպցիոներա էս այնա ու միշտ կա իրեն հեռացնելու Բայց դա հաճույքի համար է անում Ռուսաստանը ինչ որ ծրագիր ունի Դա կոնտրոլի հնարավորություն է այդ գործիչները ուզեն թե չուզեն իրենք հասկանում են որ իրենց գոյությունը լիովին կախված է Ռուսաստանի Դաշնությունից կամ իրենք պիտի այնքան անվտանգության համակարգերը զարգացնեն իրենց անենց շրջադարձան դեպի արևմուտք ակնհայտ ներողություն ոնց որ դա արեց Մոլդովան կամ պիտի տենց կտրուկ քայլեր անեն ԱԱՑ-ն հանեն ուրիշ մարդկանցով համալրեն որը չի արվում նու չեն անում չի տես այսինքն տենց ճանապարհ իրենց համար չեն տեսնում վախենում են տենց գնալ շարունակում են մնալ այդ Ռուսաստանի հետ կախյալ վիճակում անընդհատ իրենց մոտ ինչ որ խնդիրներ ծնվում իրենց բանում, որը որ հասնում է ինչ որ մի կետին, բայց չի վերջնակետ չունի, ինչի շնորհիվ չունի, որ հա պիտի Ռուսաստանին ավել բաներ ինչ որ տան։ Եվ հիմա Ռուսաստանը Ադրբեջանից եւ Հայաստանից ավելի շատ բան կարա ստանա, քան մինչեւ 20 թիվը։ Եթե սովորական այդ ստատուս կվո ռեժիմով Կրեմլը կարար Հայաստանից, Ադրբեջանից ակնկալել այս հարցերը, հիմա այս ճոճվող վիճակում կրկնապատկվում է, եռապատկվում է, ինչ կարող է Կրեմլը ստանալ թե
Ալիևից թե Ավելի շատ կախվածության մեջ են հայտնվել։ Ավելի դա խորը կախվածություն է, ուզում եմ ասեմ եւ այլն։ Եվ հիմա եթե Մոսկվայի տեսակետից Նիկոլը պետք է մնա, այսինքն իրենք աջակցելու են Նիկոլին։ Ընտրությունները կազմակերպելու են համապատասխան ձև։ Ընտրություններն էլ ինչպես են կազմակերպում։ Երբ որ կա որոշում, դրանից սկսեցինք, որ ընտրությունը Հայաստանում միջոցառում է, որը որ պետք է հաստատի արդեն ընդունած քաղաքական որոշումը։ Այդ դեպքում արդեն բաժանում են ով պիտի դերակատարը լինեն, Պողոսը, Պետրոսը, դու այսքան ձայն ես բերելու, դու այսքան ձայն ես բերելու, դու այսքան ձայն ես բերելու, օլիգարխները այսքան ձայն են բերելու, պետական ապարատը այսքան ձայն է բերելու։ Հիմա գնում է ոնց որ թե այսպես ասած ծրագիր 1,200,000 մասնակցություն բաժանում են ով ինչքան մարդ պիտի բերի գումար են տրամադրում բան են անում Այսինքն դες երուզեր է արդեն, հա։ Երուզերը ոմանք պիտի հանդես գան ընդդիմադիր դրոշներով, ոմանք պիտի գան այդ ձեր ասած 3-րդ ուժ, 4-րդ ուժ, 5-րդ ուժ, 16-րդ ուժ։ Մեծ աշխատանք է հիմա գնում այդ առումով։ Իշխանափոխության հետ իմ տեսակետից դա կապ չունի, ես մասնակցեցի մի քանի այսպիսի հավաքներում, այնտեղ ասացի ինչ կարա բերի իշխանափոխության։ Այսինքն այդ ժողովներում մասնակիցներին ռեալ իշխանափոխությունը չի հետաքրքրում, իրենք ներգրաված են այդ նախընտրական արդեն գծած ճարտարապետության տրամաբանության մեջ աշխատանքով էլի։ Շնորհակալ եմ։ Հասկանալով կամ ոչ հասկանալով, բայց ուզում եմ ասեմ տրված նիշայի մեջ, էլի, նիշա է։ Գնա կուսակցություն ստեղծի, գնա մասնակցի ով է քեզ խանգարում։